որպես բժիշկ նյարդաբան, որ նաև առնչվում եք դեմենցիայի հետ, Ալցհեյմերի հիվանդության հետ ու հագնացող այս թափերը հաշվի առնելով, ինչ խորհուրդ կտաք մարդկանց, որ պահից կարողանան եւ հնարավոր է արդյոք որևէ կերպ փոխել ընթացքը կամ կանխարգելել։ Ցավոք որպես նեյրոպաթոլոգ ասեմ, որ եթե խոսքը իրոք գնում է դեմենցիայի մասին, օրինակ Ալցհեյմեր հիվանդության, դա ժառանգական բան է։ Նախատրամադրվածությունը ժառանգական է։ Ճիշտ առողջ ապրելակերպը միգուցե մի քիչ դա թեթևացնի կամ ուշացնի սկիզբը, բայց գրուպը չես կարող դրանից խուսափել, եթե դա քո գեների մեջ կա։ Եվ առայժմ ցավոք սրտի բուժում չկա, բայց Ալցհեյմերը այդքան տարածված չի, ինչքան մենք պատկերացնում ենք։ Շատ տարբեր ուրիշ դեմենցիաների տեսակներ կան, որը մարդ կարող է հետաձգի, դադարեցնի ընթացքը, հա, ճակատագունքային, այո, շատ ուրիշ դեմենցիաներ են, որոնք կարելի է փոխել ընթացքը։ Եվ դրա համար նորից պետք է կարդալ, լեզուներ, անգիրներ սովորել, որ այդպես դեղորայքը ցավոք սրտի շատ օգուտ չի տալիս այստեղ։ Եվ ֆիզիկական ակտիվություն գտնել, որ ֆիզիկական ակտիվությունը անպայմանացնում է ուղեղի ակտիվության վրա։ Եվ ամենակարևոր բանը, որ մենք միշտ խորհուրդ ենք տալիս մեր ունկնդիրներին, բաժանորդներին, հետևորդներին, քրոնիկական հիվանդությունները պահել կոմպենսացված, այսինքն եթե զարկերակային գերճնշում կա, պետք է պարտադիր դա անպայման։ Գիտեք ինչքան հաճախ է լինում, որ մարդիկ գալիս են, հարցնում եմ ճնշումը ինչքան է, ասում է 170, 100, ասեմ բա դեղ, չէ, ես ինձ այդ ճնշման տակ լավ եմ զգում։ Ոչ, դա սխալ է, պետք է ճնշումը պահել նորմայի սահմաններում, շաքարը պահել նորմայի սահմաններում եւ ամեն ինչ կնի։ Դա շատ բաների վրա է ազդում, եւ եթե երկու ֆակտորը եւ իհարկե ֆիզիկական ակտիվություն։ Իսկ երբ որ օրինակ ճնշումի դեղը մարդը չի օգտագործում, ինչ process-ներ են տեղի ունենում, ինչով է դա, իհարկե գիտենք, որ պիտի խմի, բայց եթե կարողանայիք բացատրել, թե ինչպես է դա բերում դեմենցիայի։ Իհարկե փորձեմ։ Նայեք, ճնշումը երկար ժամանակ երբ որ պացիենտ ունեն մեծ ճնշում եւ դրան չի հսկում, այդ ճնշումը չի հսկում, անոթը շատ բարդ կառուցվածք է, այդ սովորական խողովակ չի, ինքը այնտեղ նյութեր են արտադրվում, ինքը տարբեր անատոմիա ունի, ինքը իր անատոմիան ունի անոթը, երկարատև ճնշումը ճնշելով այդ պատերի վրա խանգարում է, վնասում է անոթին եւ կոպիտ ասած, որ հասկանալի լինի առանց բարդ նյութերի եւ այլ, անոթը բարակում է եւ մի օր կամ պայթում է եւ առաջանում է արյան զեղում կամ ընդհակառակը ինքը ոնց որ ասած ատերոսկլերոզ է առաջանում, ինքը արդեն լավ չի կրճատվում եւ կարող է փակվի եւ առաջանում է իշեմիկ ինսուլտ, որն էլ դեմենցիայի էլի այո, բոլոր ինսուլտները չեն, որ մենք զգում ենք, որ մենք տարել ենք այդ ինսուլտները, լինում են փոքր էպիզոդներ, որոնք աննկատելի են անցնում մեր համար հաճախ։ Մեկ պատկերացրեք, որ գալիս են ասում են ճնշումս բարձրացավ, վատ զգացի, հետո մի դեղը խմեցի անցավ, կարող է այդ ժամանակ ինքը ունեցավ փոքր օջախ ուղեղում։ Այդ ուղեղի փոքր օջախները, որ կուտակվում են, իրանք ուղեղանյութը ոնց որ այսպես ծակոտիների նման դարձնեն։ Լակունար այսպես փոփոխություններ, փոքր ինսուլտներ, դա է բերում դեմենցիայի։ Ուղեղանյութը կորում է։ Բժիշկ, եւ մեկ էլ մի հարց, ինչպես է որ մարդը ինչ որ ժամանակ հետո ձեր ասած 170, 180 ճնշումով իրեն լավ է զգում, ինչպես են սովորում, ինչու զգացողությունները մարդու իրեն չեն ուղղորդում ինչ որ բան ձեռնարկել, այլև ասում ես այս ճնշումով ինձ լավ եմ զգում։ Շատ հաճախ է լինում, երբ որ օրգանիզմը որոշ ժամանակ կոմպենսացնում է այդ վիճակը։ Շատերի մոտ ոչ գլխացավ է լինում, ոչ մի տհաճ զգացողություն չի լինում։ Մեկ լինում է գալիս են 170 ճնշումով, ընդամենը մի փոքր ծանրություն գլխի մեջ։ Կարող է չզգան նույնիսկ, որ իրանք հիպերտոնիկ կրիզ են տանում։
բարձր ճնշում ունեն։ Իհարկե դա վտանգավոր վիճակ է, բայց իհարկե բաներ կան, որ մեր ձեռքում չեն։ Բայց շատ բաներ նաև մեր ձեռքում են, պետք է, այո, այդ ամեն ինչը այս տարիքում, ասենք թե 55-ից բարձր է, պետք է դրան արդեն խիստ հետևել։ Մենք կոչ ենք անում 40-ից հետո բժիշկ ավելի վաղ սկսել։ Ոչ, դաժե ավելի երիտասարդ հասակում, ուզում եմ ասեմ 50-ից հետո խիստ հետևել։ Եթե 40-ից հետո դուք ասում եք մեկ գիշեր չքնես, քեզ թույլ տաս ինչ-որ բան, ուրեմն մեծ հասակում դա չի կարելի։ Եվ անպայման պետք է որոշ դեղորայք, որ ապացուցված է, որ օգնում է, պետք է օգտագործել, եթե դրա կարիքը կա, եւ չօգտագործել այն դեղորայքը, որոնք ապացուցված չեն, որ օգնում են, տոնաներով դեղեր հեչ պետք չի խմել։ Կամ այս կամ այն խորհրդով ինտերնետից լսած մի։ Այո, ինտերնետը հարևանս խմեց, լավ զգաց իրան եւ այլն։ Այդ իհարկե պետք չի։ Այդպես որ եթե հիվանդը տեսնում է, որ ինքը ունի ճնշում, առաջերտին ասեմ, որ պետք է անպայման գնա այցելեն պոլիկլինիկա։ Մեր պացիենտները անտեսում են առաջնային օղակը, չեն այցելում պոլիկլինիկա։ Իսկ եթե այցելեին, իրանց այնտեղ հսկեին, իրանք կտեսնեին, որ ունեն շաքար, որ ունեն ճնշում, ոչ թե կհայտնաբերեին դա տարիներ անց։ Եվ դա պրոֆիլակտիկա է։ Հիմնական մեր գործը պիտի լինի ոչ թե ինսուլտի բուժումը, այլ պրոֆիլակտիկան։ Բուժում արդեն դժվար է։ Արդեն դժվար է, այո, պրոֆիլակտիկան կարևոր է, դրա համար հիվանդներ պետք է արցնեն, պացիենտները պետք է այցելեն առաջնայինի օղակ, հսկեն այդ իրանց ռիսկի ֆակտորները եւ դեմն առնեն անպայման։ Մեր առաջին հանդիպման ժամանակ դուք շտապում էիք մի աշխատավայրից մյուս աշխատավայրը։ Այո, այդպես էր։ Խնդրում եմ, որ ներկայացնեք ձեզ եւ ասեք քանի տարեկան եք եւ ինչ աշխատանքային գրաֆիկ ունեք այսօր ծանրաբեռնվածություն։ Այո, իհարկե, ես 65 տարեկան եմ, իմ անունը Մարիամ է։ Աշխատում եմ Քանաքերզեյթուն բժշկական կենտրոն, բժշկական համալսարանի նյարդաբանական ամբիոնում, նյարդաբանության ամբիոնում։ Նյարդաբան եմ, էլեկտրոֆիզիոլոգ եմ եւ հիվանդներ եմ նայում եւ էլեկտրոֆիզիոլոգիական, այսինքն հատուկ ուղեղի քննություններ, էնցեֆալոգրաֆիա, էլեկտրոմիոգրաֆիա, այդ բոլորն եմ անում եւ այդպես ստացվեց, որ ժամանակները փոխվեցին եւ ես աշխատում էի մի տեղ, հիմա աշխատում եմ երկու, մեկ նույնիսկ երրորդ տեղից են կանչում։ Այդպես որ մենք հանդիպեցինք մի տեղից մյուստեղ գնալու ճանապարհին։ Շտապելուց, այո։ Բժիշկ արդեն թոշակի տարիքին մոտենալուն պես ուժերը քչություն են անում, էներգիան պակասում է, թե նույն թափով, նույն ոգևորությամբ կարող եք աշխատել։ Ֆիզիկական հոգները իհարկե միգուցե ոչ, բայց այդպես մենտալ հոգնություն, այսինքն արդեն այն չի այդպես չես ձգտում ամեն ինչ իմանաս ոնց որ առաջ։ Ես առաջ հիշում եմ այդպես րոպեներ, որ ես տեսնում էի հիվանդին, չէի հասկանում ինչ է իր մոտ եւ արագ փորձում էի վազեմ գնամ տուն, ասում էի շուտ տուն հասնեմ, կարդամ, տեսնեմ ինչ է այդ մարդու մոտ արդյոք։ Հիմա այդ մեծ հետաքրքրությունը մի քիչ պակասել է։ Որովհետեւ գիտեք, բժիշկ, փորձառությունը թույլ է տալիս։ Միգուցե շատ ավելի, միգուցե, բայց ամեն դեպքում արդեն ոգևորությունը այն չի, ոնց որ առաջ։ Այդ կասեի մենակ։